Մենք է պետք է մեր երեխեքը ուշերերնին ու կարագետ, մենք մի շանս չունենք։ Ես չկանգարեմ իրան։ Պայմանները ստեղծել ես, բարի օր ցեզի, մեր գու բարով էլի Գյումրու համար ինչքան հասկացա, այսօր նշանակալից օր է, հա։ Մենք պլանավորել ենք կան Գյումրիում Որ խնդրեմ մեր օպեն բանկը մեր վարյանան էլի, հա։ Գյումրիում նոր ակումբ հիմնադրելու, Գյումրիում նոր սեկցիաներ կազմակերպելու, ընկեր հրանտի մասնակցությամբ, աջակցությամբ, իրանց կոմպլեքսում։ Այսօրվանից կախված արդեն մնացած զարգացումները ինչքան դրական գնան, այդքան ավելի լավ մենք դրական ենք տրամադրված այդ ամեն ինչին, որպեսզի լինի ամեն ինչը շատ արագ տեմպով զարգացող սպորտաձև ռեգբին Հայաստանում, քանի որ Այսինքն ես ճիշտ կհասկանամ, ձեր նպատակն է որ ստեղ ռեգբի դպրոց իշխոր հիմնվի, հա, երեխեքը հավաքվի, պարաբին, ճիշտ կհասկանամ։ Սկզբում առայժմ ակումբ եւ սեկցիաներ, այսինքն հա դպրոց կարելի է անվանել նաեւ, ու քանի որ Հայաստանում ինքը զարգացող սպորտաձև է, իսկ Գյումրին որպես սպորտային մայրաքաղաք, սպորտսմենների մայրաքաղաք ավելի շատ կարող է զարգանալ, քան օրինակ մայրաքաղաքում։ Հետևաբար մենք ստեղի մասով ավելի շատ սպասելիքներ ունենք Գյումրիի մասով, քան Երևանում։ Դուք երկար ժամանակ եք սպանի մեջ եք ես 10 տարի մենք զբաղվում ենք Հայաստանում ռեգբի սպորտաձևի վերականգնումով։ Հա, այսինքն մեծ փորձ ունիք։ Եվ սպորտում եւ այս process-ների առումով բավականին փորձառու ենք դարձել, սկզբում բնականաբար փորձ չենք ունեցել, մենք այս process-ների ընթացքում ենք փորձ ձեռք Հայաստանում այդ ամենը բավականին դժվար է, բայց այդ ամենը արդեն հաղթահարված է, հիմա արդեն ակտիվ զարգացման փուլում ենք։ Դրա համար էլ մենք այսօր ենք Գյումրի։ Այսինքն մեր կողմից ինչ կպահանջվի, ինֆորմացիան տարածենք, հա, թե ինչ հրավիրում ենք, քանի որ մենք այստեղ բարբերաբար ցանկություն ունենք գալու, որպեսզի երեխաները, մեծերը, տղաներն ու աղջիկները անկախ սակից բոլորը կարող են գալ, մասնակցել մեր ցուցադրական ու պատմական տեսողական, հա, մարզումներին, ծանոթական ավելի շատ մարզումներին ու տեսնենք ինչքան լավ սպորտ է, մերպես իրական է սպորտաձևին, ընդամենը իրանցից մնում է որպեսզի ներկայացնեն ու ծանոթանան։ Երբ որ ծանոթանան, դրանից հետո իրանցից չենք կարող sense իրանց հերո պահենք այդ սպորտից։ Այսինքն կամաց թիմ հավաքվի, որ ստեղ պարապմունքներ ունի եւ մեծերի ինքը շատ պոտենցիալով համաշխարհային սպորտաձև է։ Հետեւաբար ինքն էլ այս սպորտաձևի մեջ ակին ֆինանսներ էլ կֆռան, չէ՞։ Ես իշքան եթե լավ տեղեկություն չունեմ, բայց սպորտաձև է համարվում, շատ երկրներում ինքը առաջին սպորտաձև է համարվում, օրինակ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Իռլանդիան, տարանք համարենք Նոր Զելանդիան, Ավստրալիան, չնայած Ավստրալիայում կա ավստրալիական ֆուտբոլը, որը էլի ռեգբիի նման սպորտ է, բայց ամեն դեպքում շատ երկրներում ինքը առաջին սպորտաձև է։ Իսկ աշխարհում համարվում է երկրորդ, որովհետև թմային սպորտաձևերից ամենամեծն է, 15 հոգի թիմով, ակումբները կոմերցիոն սկզբունքով են աշխատում։ Այդպես բավականին մեծ աշխարհ է։ Շատ շնորհակալ գործ կենեք, մենք շատ շնորհակալ ենք ձեզնից, եթե մեզնից ինչ որ բան կպահանջվի, աջակցության, ինֆորմացիայի կամ այլ ինչ որ Մենք ամենագլխավոր օգնականը դա այս մեծա հարթակներն են, սոցցանցերն են, շատ ուրախ կլինեմ, որ մարդիկ ուղղակի հետևեն մեզ, աջակցեն մեզ, օգնեն, որպեսզի ավելի շատ մարդիկ, ավելի մեծ ծածկույթով հայեր ծանոթ լինեն այս սպորտաձևին, ծանոթ լինեն մեզ ու այդ սիներգիայի միջոցով տարածվի այս սպորտաձևը։ Ես ձեզի ավելի կրնամ առաջարկեմ իմ կողմիցս։ Մենք կարող ենք իրար այդ մշտական կապի մեջ եղնել։ Եթե դուք ինչ որ միջոցառում կունենաք, մարդկանց հայտնելու բան կունենաք, объявление բան է, այսինքն օրեսօրե ժամին, ես պատրաստ եմ ձեզի միշտ իմ կողմիցս իմ ալիքներովս ինչ կանոր ուժերից չափով աջակցել։ Իսկ եթե Գյումրի գալու դեպքում է, թե ընդհանրապես։ Ինձ կնային սաղ աշխարհում։ Իմս բան է, то есть աուդիտորիան Ռուսաստան, Ամերիկա, Անգլիա, ну բան է էլի տոկոսային բանով, նայած որ ալիքը որտեղ կնայի։ Բարի, ես շատ ուրախ եմ։ Հա, դեզ էլ շատ շնորհակալություն, հաջելի էր ծանոթանալը, հույսով եմ մեր կապը շարունակվի։ Տեսակ ժողովուրդ ջան, այսօր երկու հատ լավ միջոցառում նկարիք, համաշխարհային մասշտաբի կարելի է ասել, այսօր յոգայի օրն էր, չէ, համաշխարհային ստեղել։